Խորհրդային շրջանում մի բարեկամ ունեի, որը բենզավոզով ձախ ապրանք էր տեղափոխել։ Օպերատիվ աշխատողը բռնել էր։ Բարեկամս ասել էր, ասել 3000 ռուբլի քեզ տամ, ինձ հանգիստ թող։ Օպերատիվ աշխատողը երևի լավ կոմերիտական էր եղել, ազնիվ սովետական քաղաքացի եւ ասել էր ոչ։ Բարեկամս ասել էր, վերևը, քեզանից վերև 6000 եմ տալու։ Եվ այդ 6000-ից քեզ ոչ մի բան չի հասնելու։ Սա ասել էր ոչ։ Եվ իրոք հենց այդպես էլ եղել էր, երբ տարել էին արդեն քաղմաս գործը բացել էին, տեղում արդեն որոշ ժամանակ անց քննիչին 6000 ռուբլի էր տվել եւ ազատվել էր։ Գումարը տալու ձևն էր հետաքրքիր, ասма փաթաթած վիճակում, որ մտա քննիչի սենյակ, մատով ցույց տվեց աղբամանը։ Գումարը ասма գցեցի աղբամանի մեջ ու դուրս եկա, գործը փակեցին։ Այս պատմությունը ես հիշեցի, քանի որ վերջերս սովետական միլիցիայի մասին նյութ է տեղադրել եւ լսողներից մեկը գրել էր, որ հիմիկվա ոստիկանությունը չեք կարող համեմատել այն ժամանակվա միլիցիայի հետ։ Այսինքն հիմա ավելի լավ է։ Ամեն ինչ նույնն է։ Պարզապես գումարի չափը եւ կաշառքը տալու ձևերն են փոխվել։